տենց ասեք։ Դե ասեք ով է ընտրվել։ Տիկին Ղազարյան։ Ինչպես եք վերաբերվում այս որոշումը, որ դեպքիմայցիները կայացրեցին։ Շատ նորմալ։ Ինչ որոշում եք այստեղ։ Տիկին Ղազարյանն է ընտրվել։ Ես կառաջադրել կուսակցության։ Ընտրվել եք հետո։ Տիկին Ղազարյան, դուք ինչ Միանշանակ։ Դուք ինչ ծրագրեր ունեք, եթե օրինակ այնպես ստացվի, որ այս հանձնաժողովը անցնի, դե այնտեղ այդ բանը ընդդիմությանը փոխնախագահի պաշտոնաթեն։ Նախ եւ առաջ ես ուզում եմ առիթից օգտվելու, ասեմ, որ պարոն Եղանը 7 տարի կառավարել այն հանձնաժողովը, որի անդամ եմ եղել ես, եւ պետք է ասեմ, որ պարոն Եղանի հետ նաեւ ուսանողական ընկերներ ենք եւ ես այս ողջ ընթացքում մեր հարաբերությունների շատ բաներ եմ սովորել պարոն Եղանից եւ շարունակելու եմ այս ընթացքում իր հետ խորհրդակցել եւ մենք միասին ենք ըստ էության աշխատելու հանձնաժողովի նախագահան որևէ առավելություն այս իմաստով չունի եւ պարոն Եղանն ունի շատ կարեւոր գիտելիքներ, որ վստահաբար ծառայեցնելու է հանուն Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացի։ Մնալու եք։ Հուսամ։ Ամենայն հավանականությամբ թվեր կան սահմանափակ էլի, թիվը արդեն ֆրակցիան կորոշի։ Տիկին Ղազարյան, իսկ Դուք ինչ եք միշտ բացասական նայում հարցին, ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ-որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Այնպես որ դուք միշտ դրական կողմից Այսպես ինչ որ առանցքային տարբերություններ կան ձեր երեքներում, քանի որ ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը, այս կամ այն պաշտոնում էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես կամ պարոն Եղան չեն կարող մեկնաբանել, թե ձայների բաշխվածությունը ինչի արդյունքում է տեղի ունեցել։ Ես ու պարոն Եղանն ունեցել ենք մեր ծրագրային ելույթները, որոնք էլ եմ ասում, քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն եւ գրեթե նույնական պատկերացումներ, ձայներն էլ բաշխել են այնպես, ինչպես բաշխել են։ Տարբերությունը մեծ է։ Այս հարցը ինձ թվում է վարչության։ դա աշխատակարգային հարց է, դա մենք չունենք որ